Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, Մեդիահաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես այն ինչ կատարվում է այսօր Իզմիրլյան բժշկական կենտրոնում, շարունակությունն է Նիկոլ Փաշինյանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի, ինչպես նաեւ շարունակությունն է հայ առաքելական եկեղեցու դեմ նրա գրոհների, քանի որ Իզմիրլյան բժշկական կենտրոնը պատկանում է Մայր Աթոռին։ Հանրային հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ առաքելական եկեղեցու միջոցով օտարերկրյա ֆինանսներ են թափանցում Հայաստան։ Այլ խոսքով ասած, նա հայ առաքելական եկեղեցուն մեղադրեց թե փողերի լվացման մեջ եւ թե ակնարկեց, որ իբր հայ առաքելական եկեղեցին օտարերկրյա գործակալ է։ Կարծում եմ, չենք մոռացել ամիսներ առաջ, երբ Հայաստանի կառավարությունը դիմեց ԵՄ-ին, որպեսզի նրանք աջակցեն ՔՊ-ական իշխանությանը ընտրությունների ժամանակ իբր պաշտպանվելու ինչ-որ վերացական հիբրիդային հարձակումից։ Եվ նրանք հայտարարեցին, որ այդ հիբրիդային հարձակման դրսևորումներից մեկն է հենց օտարերկրյա ֆինանսների թափանցումը Հայաստան, որով իբր փորձում են խարխլել Հայաստանում ժողովրդավարությունը, թե ինչ ժողովրդավարության մասին է խոսքը, երևի միայն ՔՊ-ականները գիտեն, եւ փորձում են իշխանափոխություն իրականացնել։ Նաեւ ակնարկվեց, որ փորձում են պատերազմ հրահրել, քանի որ ՔՊ-ն իրեն ասոցացնում է խաղաղության հետ եւ Նիկոլ Փաշինյանը գրեթե բառացի հայտարարում է, որ եթե չընտրվենք մենք, ապա դրան հաջորդելու է պատերազմ։ Նշենք, որ բացառիկ դեպք է, երբ երկրի կառավարությունը պաշտոնապես դիմում է օտարերկրյա քաղաքական մարմնին, որպեսզի վերջինս ուղիղ միջամտի Հայաստանի ներքաղաքական կյանքին, քանի որ ընտրական գործընթացը դա վերաբերում է միայն ու միայն տվյալ պետությանը եւ որևէ մեկը իրավունք չունի միջամտել ընտրական process-ին, սակայն ականատես ենք լինում, որ հենց Հայաստանի կառավարությունն է դիմում Եվրամիությանը։ Իհարկե դրան հաջորդեց նաեւ Ֆիդանի հայտարարությունը, որ Թուրքիան աջակցում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը եւ քանի որ 2026 թվականին Հայաստանում սպասվում են ընտրություններ, ապա Թուրքիան հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրման, իհարկե Թուրքիան չի օգտագործում վերարտադրում բառը, բնականաբար, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը կշարունակվի ամրապնդել եւ ել ավելի գործնական քայլերի ականատես կլինենք։ Վերջերս նաև ԱՄՆ փոխնախագահը ողջունեց Նիկոլ Փաշինյանի հնարավոր առաջադրումը խորհրդարանական ընտրություններին եւ հույս հայտնեց, որ նա անպայման այդ ընտրություններում կհաղթանակի։ Ինչպես տեսնում ենք, հարգելի հետևորդներ, թեպետ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ական իշխանությունը այլոց է մեղադրում օտարերկրյա գործակալ լինելու մեջ եւ այլոց է մեղադրում, թե իբր նրանք օտարերկրյա ֆինանսական միջոցների ներդրման փորձում են Հայաստանում խարխլել ինչ որ չեղած ժողովրդավարություն եւ խառնվում են Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, սակայն հենց իրենք են օտարերկրյա գործակալներ։ Հենց իրենք են ապավինում օտար պետությունների միջամտությունը մեր ներքաղաքական կյանքին։ Վերադառնանք Իզմիրլյան բժշկական կենտրոնին։ Եվ ահա այսօրվա խուզարկությունները թեպետ հիմնավորվում են իբր ավելի վաղ հարուցված քրեական գործերին, իբր ավելի վաղ տեղի ունեցած ինչ-ինչ ֆինանսական գործընթացներին, սակայն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից եւ նրա այդ փողերի մեջ հայ առաքելական եկեղեցուն մեղադրելուց անմիջապես հետո իրավապահ մարմինները ներխուժեցին տվյալ բժշկական կենտրոն։ Առավել քան վստահ եմ, որ իդեպ
Շեշտենք նաև, որ այդ գործի շրջանակներում արդեն արգելավվել են բժշկական կենտրոնի փոխտնօրենի համակարգիչները։ Առավել քան վստահ եմ, որ այս խուզարկություններին հաջորդելու են քրեական գործերի հարուցումներ։ Առավել քան վստահ եմ, որ մեղադրյալի աթոռին հայտնվելու են նոր բարձրաստիճան հոգևորականներ։ Գրեթե համոզված եմ, որ մեր քաղբանտարկյալների թիվը ևս մի քանի հոգով ավելանալու են։ Գրեթե համոզված եմ, որ կալանավորված սրբազանների թիվը ևս ավելանալու է։ Հարգելի հետևորդներ, այս ողջ սլաքները ուղղված են դեպի վեհափառ։ Այս ողջ գործընթացները արվում են գեթ մեկ նպատակով, որպեսզի ստեղծվի նախորոք այնպիսի պատրանք, որ կա հիմնավորում բավականաչափ, որի հիման վրա նրանք, այսինքն այս իշխանությունները, քրեական գործ կհարուցեն ամենայն հայոց կաթողիկոսի դեմ։ Այսօրվա Իզմիրլյան բժշկական կենտրոնում տեղի ունեցող գործողությունները, այո, ուղղված են հենց ամենայն հայոց կաթողիկոսին։ Առավել քան վստահ եմ, որ այդ օրը չի ուշանալու, եւ վաղը կամ մյուս օրը կամ մոտակա օրերից որևէ մեկում մենք կտեսնենք մեղադրանք հարուցված վեհափառի նկատմամբ։ Հատկապես հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը այդ մասին ակնարկում է արդեն տևական ժամանակ։ Նախորդ հաղորդման ժամանակ ես խոսեցի այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը արդեն իր խոսույթից հանել է այնպիսի մեղադրանքներ, ճակերտավոր իհարկե մեղադրանքներ, ինչպիսին են կուսակրոնության ուխտի խախտումը, ինչպիսին են որոշ հոգևորականների կողմից որոշ բարեվարկության նորմերի խախտումը։ Նիկոլ Փաշինյանը խաղում է արդեն առանց որևէ դիմակ։ Նա բացահայտ, բաց տեքստով հայտարարում է, որ հայ առաքելական եկեղեցու դեմ իր գրոհը քաղաքական է եւ մատնանշում, որ վեհափառը պահանջում էր իր հրաժարականը։ Վեհափառի պահանջին հաջորդեցին այլ եպիսկոպոսների պահանջները։ Բագրատ Սրբազանը մեկնարկեց Սրբազան պայքար շարժումը։ Եվ արդեն գիտեք ինչ, ժողովրդական խոսք կա։ Դուրս խոսքը էշին են ասում։ Նիկոլ Փաշինյանը այլևս նույնիսկ դուրս խոսքով է դա արդեն ասում, հասկանում եք հարգելի հետևորդներ։ Նա արդեն ժողովրդավարություն, խոսքի ազատություն եւ այլն այդ ամբողջը մի կողմ է դրել եւ խոսում է բաց, պարզ տեքստով, որ այո, իր պայքարը քաղաքական է։ Շատերի մոտ կարող է թյուրիմացաբար տպավորություն ստեղծել, որ օրինակ Միքայել Սրբազանի կալանքի միջոցի փոխումը տնային կալանքի կամ Մկրտիչ Սրբազանի խափանման միջոցի փոխումը նույնպես տնային կալանքի ինչ որ դրական էլեմենտներ են պարունակում իրենց մեջ, իբր կարող է տպավորություն ստեղծվել, որ դատական համակարգը այնպես արդար է կամ ազատ ու անկախ, որ չի լսում Նիկոլ Փաշինյանի հորդորներին եւ ահա Միքայել եւ Մկրտիչ Սրբազաններին ուզում եմ ասել ազատ է արձակել, բայց իրականում ազատ չի արձակել, որովհետեւ տնային կալանքի մեջ գտնվելը դա նույնպես կալանավորված վիճակ է։ Պարզապես մեկը գտնվում է բանտում, մյուսը գտնվում է տանը։ Եվ դժբախտաբար մենք հասել ենք այնպիսի վիճակի, որ երբ որ մարդուն տալիս են տնային կալանք, մենք դա համարում ենք արդեն որոշակի հաղթանակ, ձեռք բերում եւ ուրախանում ենք դրա մասին։ Իհարկե, մարդկայնորեն, եթե մարդը ստիպված պետք է լինի կալանավորված, ապա ավելի լավ է լինել տնային կալանքի տակ, քան բանտում։ Սակայն դա զուտ մարդկայնորեն իրականում իրավիճակը դրանից չի փոխվում։ Սակայն թող չստեղծվի պատրանք, իբր դատարանները իրոք անկախ են եւ իբր դատարանները իրենք են որոշել, որ ահա այս կամ այն անձին պետք է տան տնային կալանք։ Ոչ, հարգելի հետևորդներ, Հայաստանում իրականում դատական համակարգ պարզապես գոյություն չունի։ Հայաստանում կա մի մարդ, որի անունը դատավոր է եւ նա ընդհանրապես կարդում է այն վճիռը, որը գրում է Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար
Սրբազանների խափանման միջոցի փոխումը գալիս է ուղիղ Նիկոլ Փաշինյանից, բայց ոչ թե նրա համար, որ հանկարծ նա առավոտյան արթնացավ եւ նրա մոտ ինչ-որ ժողովրդավարության նյուանսներ հայտնաբերվեցին կամ ինչ-որ մարդկայնության մշույլներ ի հայտ եկան, բացարձակ, պարզապես դա հերթական թատրոնն է, որի հանդիսատեսները միջազգային կառույցներն են։ Նիկոլ Փաշինյանը թմբկահարում է, որ Հայաստանում կա ժողովրդավարություն, որ Հայաստանը, չգիտեմ, ժողովրդավարության բաստիոն է եւ այլն, սակայն փաստերը հակառակի մասին են խոսում։ Իհարկե, միջազգային հանրությունը շատ լավ տեսնում է Հայաստանում բռնապետական իրավիճակը, սակայն նույն միջազգային հանրության համար նույնպես պետք են որոշակի շղարշներ, որպեսզի վաղը մյուսօր նրանց չմեղադրեն երկակի ստանդարտների կիրառման մեջ։ Այն, որ նրանք տվել են Նիկոլ Փաշինյանին քարտ բլանշ, որպեսզի նա անի այն ամենը, ինչ ուզում է, փոխարենը կատարելով նրանց ցանկությունները, դա պարզ է, սակայն գոնե արտաքին շղարշ պետք է պահպանվի։ Սակայն ոչ մի արտաքին շղարշ Նիկոլ Փաշինյանին չի հետ պահում իր հիմնական թիրախից, իսկ այսօր իր թիվ 1 թիրախը վեհափառն է։ Հարգելի հետևորդներ, միայն հանրային լայն հակազդեցությունը կարող է Նիկոլ Փաշինյանին հետ պահել իր քայլերից, որովհետև իրականում Նիկոլ Փաշինյանը սարսափում է միայն հանրային լայն հակազդեցությունից, որովհետև շատ լավ գիտի, որ հանրային լայն հակազդեցության արդյունքում ինքը ոչ միայն կզրկվի իր նպատակից, այլ նաև իր աթոռից։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։